Բաքուն արդեն երրորդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հայտնել է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մարտի 18-ին ժամը 22:20-ից մինչև մարտի 19 ժամը 1:40 Արևելյան Վարդենիսի վերին շորժայի հատվածներից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Կիրակի օրվանից Բաքուն նման 8 մեղադրանք է ուղարկել Երևանին, որոնք բոլորը հերքվել են Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Պաշտոնական Երևանը վերահաստատում է իրադրությունը էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքով։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի հայտարարություններին շեշտել է. Հայաստանի բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այս տրամաբանությամբ։ Armenpress-ի հետ զրույցում Բադալյանը նախ հիշեցրել է Հայաստանի պատրաստակամությունը հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը եւ դրանց հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել։ Այս առաջարկը արդեն 1 տարի շարունակաբար մերժվում է Բաքվի կողմից։ Ազատություն ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալության դեմ, կանխելու կոնգրեսի կողմից Ազատությանը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։ Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել։ Այդ թվում Միացյալ Նահանգների սահմանադրությունը, որը կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ։ Գործը քննվելու է Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում։ Մարտի 14-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև Միացյալ Նահանգների գլոբալ մեդիա գործակալությունն է։